Մայրաքաղաքում նվազել են սպանության փորձերն ու հրազանի գործադրմամբ դեպքերը։ Երևանի ոստիկանության անցած 6 ամսվա ամփոփ տեղեկություններով որոշ բաժիններում էլ Էրեբունիում, Դավիթաշենում եւ Նուբարաշենում հանցագործությունների աճ է գրանցվել, իսկ մի շարք ստորաբաժանումներում ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը։ Նախարար Արփինե Սարգսյանը մտահոգիչ է համարել հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։ Նախարարը հանձնարարել է բացահայտման աշխատանքներին զուգահեռ վերլուծել դրանց առաջացման պատճառները եւ կանխարգելման ուղղությամբ իրականացնել թիրախային ու հետեւողական աշխատանք։ Մենք չունենք հանցավորության կանխարգելման պետական ռազմավարություն, համազգային ռազմավարություն, որը պիտի ենթադրի ինչու է ծնվում հանցագործությունը եւ ինչ անենք, որպեսզի չունենանք եւ ով ինչ պիտի անի։ Ով ինչ անելը նկատի ունեն, որ դա միմիայն ոստիկանության գործ չի, որ շատ հաճախ մարդիկ կարող են պատկերացնել։ Իրականում թվերը ցույց են տալիս հանցավորության նվազման դրական դինամիկա, բայց քաղաքացիների շրջանում կա տպավորություն, որ դրանք չեն արտացոլում իրերի դասավորությունը գետնի վրա։ Օրինակ, հրազենը սկսել են կիրառել օրը ցերեկով քաղաքում ինչ-որ բանուկ տարածքներում, ինչը խիստ հազվադեպ երևույթ էր նախկինում։ Նախարարը խիստ հանձնարարական է տվել ՆԳՆ ոստիկանության ղեկավարությանը ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ տարվող աշխատանքները հետագա հանցավոր դրսևորումները բացառելու նպատակով։ Ինչ ասել է թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանք եւ ինչ ազդեցություն ունի այդ աշխատանքը հանցավորության դեմ պայքարի վրա։ Ընդհանուր առմամբ, եթե խոսքը վենդետաների կանխարգելման մասին է, ապա դա օպերատիվ աշխատանք է, որը պետք է իրականացվի առանց նախարարի հատուկ ցուցումների։ Քանի որ չունես ռազմավարություն, դու ամեն անգամ սովետական կամ սովետական մտածողության կերպով մի ամիս հայտարարելու ես բնականային գողությունների բացահայտման ամիս, մի ամիս կանեպ կակաչ չգիտեմ ինչ, մի ամիս թշնամանք ունեցողներ, մի ամիս հանցավորության հակում ունեցողներ։ Հանցավորության դեմ պայքարի մասին վերջին հրապարակումներում նշվում է, որ ոստիկանները շրջայց են իրականացրել տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում, հայտնաբերվել եւ ոստիկանության բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված եւ հանցավոր հակումներ ունեցող 266 անձ։ Հայտնաբերվել են թմրամիջոցներ, կանեփի թփեր, դանակներ, զենք զինամթեր։ Նորից հարց է առաջ գալիս. իսկ ինչ ասել է հանցավոր հակում ունեցող անձ եւ ով ու ինչպես է որոշում անձը ունի հանցավոր հակումներ թե ոչ։ Երբևէ նախկին դատապարտություն ունենալը չի կարող հանդիսանալ հանցավոր վարքի հակում։ Արշակն ու Արմենը տենց չհասկացան 260 հոգի որ տարել ես։ Հայտնաբերել ես, չգիտեմ, առանց ներկայացված ենթադրենք 10 հատ կրթփազենք, 3 գրամ թմրամիջոց եւ մի քանի հատ էլ զենք, որը արգրավել ես միգուցե հենց 1 հոգու մոտից։ Այն 200 հոգուն որ տարանք ու ընդամենը 60 հոգու մոտից ձեռք բերեցինք, այն 200 հոգուն չի ենք տարել։ Փորձագետների կարծիքով մեկ այլ խնդիր են իրավապահների կողմից հրապարակվող տեսանյութերը, որոնք ոչ թե դատավարության կարգի պահպանման նպատակ ունեն, այլ առաջին հայացքից պարզապես մարդկանց նսեմացնելու տպավորություն են թողնում։ Այս իրավիճակում ակնկալել, որ հանրությունը դրա արդյունքում կլծվի հավատով առ իրավապահ համակարգ եւ կգնա նրա հետ ավելի սերտ համագործակցության, միամտություն է։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։